Մի ակնկալիք ունենք, ազատվենք այս իշխանությունից։ Ինչու՞։ Որովհետև ինչու, դուք չեք տեսնում ինչ է անում։ Արցախը տվեց, հիմա էլ Հայաստանն է տալիս։ Ասում են ես խաղաղություն եմ բերել։ Ինչ խաղաղություն, ինչի հաշվին։ Այդ խաղաղությունն են 5000 տղայի գլուխը որ կերավեն, վաղ չէր կարա բերել։ Ինչի ինքը խոստովանեց Ասատրյանը, որ 5000 ջահել զոհ տանք։ Ղարաբաղը չենք տա։ Ու ասեց ու տվեց։ Ընդդիմությունը ասում է, որ 300,000 ադրբեջանցիներ է բերել Նիկոլ Փաշինյանը, եթե վերընտրվի։ Այո։ Դուք հավատում եք։ Փաշինյանին հավատում եմ, այո կբերին նա։ Դուք տեղացի եք։ Թուրքերին լավ եք ճանաչում։ Չեմ կարծում, թե Հայաստանի ցանկացած քաղաքացի թուրքերին լավ չի ճանաչում, ինչպես արցախցի։ Պատմությունից դասեր քաղել եք։ Եթե դասեր քաղաց լինեք, ապա շատ արագ դուք կմբռնեք, թե թուրքերը ինչ հեռահար նպատակներ ունեն։ Նայեք, տեսեք, Բերձորի կամուրջը փակեց, Արցախին նվաճեց։ Հիմա Տիգրանաշենը փակում է, հաջորդը բանն է, կտրելու է Սյունիքը։ Չեք տեսնում դա։ Դա թուրքերի համար խաղ ու պար է, դա իրանք կարողանում են, իրանք ստրատեգներ են, գիտեն, իցն է։ Եվ կտրեց Սյունիքը, կիսեց, մնալու է մի հատ քաղաք պետություն Երևան, հենա չգիտես, ինչ բնակչությամբ։ Դուք չեք պատկերացնում ինչ է սպասում ձեզ։ Սիրով խապվել եք մի երկու կոպեկին, մի երկու, չգիտեմ, քաղցր խոսքի, բայց այսօր մի բան ասում, վաղը մի բան ասում, այսօր ինքը իրան հերքում է։ Ոնց որ թե ինքը չգնաց Բրյուսելը ասեց Ղարաբաղ Ադրբեջան է։ Իսկ եկավ Ղարաբաղ, գոռում էր ասում էր Հայաստանը եւ վերջ Արցախը։ Դուք հասկանում եք սա ղեկավար մարդու համար ինչ է նշանակում։ Ինքը իրան բռնել չի տալիս։ Ասում եմ, ես բան եմ ասել։ Ինչ ասենք, էլ ինչ ասենք։ Ամեն ինչ ասեն ասված է։ Ինչու եք հենց Ռոբերտ Քոչարյանին տեսնում որպես երկրի ղեկավար։ Ասեմ ձեզ, հայ ժողովուրդը ես ապշած եմ, որ բարձր մտավորությունն անգամ, որոնք Քոչարյանի կողմն էին, այդ մարդը գնաց Եվրոխորհրդում նստեց եւ հայոց ցեղասպանությունը հաստատել տվեց։ Եվ պարլամենտի ամբողջ ներկայությունը գլուխները տնտբացնելու համաձայնում են Ռոբերտի հետ, նրա հավաստի խոսքին, ով է թուրքը։ Եկավ այստեղ դա հեղափոխությունը ոչ մեկը չասեց ապրես Ռոբերտ ջան։ Եկավ այստեղ տնտեսությունը քայքայված էր։ Սահմանին դրեց, Սադախու սահմանին դրեց։ Իրեն դրած մարդուն ու ասեց, եթե եղբայրս անգամ փորձեն այստեղ գալ եւ ինչ որ խարդախություն անել, տեղն ու տեղը կսատկացնեք։ Ու պետական բյուջեն սկսվեց փողերը լցվել, ամեն ինչ արեց եւ տնտեսությունը վերականգնվեց։ Հիշում եք դուք մեծեր ունեք, հարցրեք իրանց։ Եվ սիրուն գեղեցիկ կարգավոր էր երկիրը։ Ու համենինքը հաղթող երկրի ղեկավար էր, նախագահ էր։ Արցախում իր նախագահությամբ հաղթանակ տարան։ Ալիևը աղաչում էր, զինադադար էր խնդրում, հայր Ալիևը։ Հիմա էս մի Ալիևը հայ ժողովրդի վրա, այդ մեր նախագահի վրա, մեր վարչապետի վրա ոտերն է մաքրում։ Անգամ էս զորահանդեսը զանգով աղաչել խնդրել է, որ թույլ տան իր ընտրության համար, որպեսզի մի հատ զորավարություն կազմա, ցույց կազմակերպի, այո։ Եթե ունես զորք, ինչի մեր սահմաններին մի թուրքերը մտածում են սահմաններից ներս, Վարդենից է սահմաններում, Գորիսի, ջերմուկ է, այո, գնահանի, ասում են ես չեմ անել։ Եվ ենքան կապիկի նման, մի կետոր վանակապ սրել դոշին, ասում ես է իմ հայրենիքը, ես է մեր Հայաստան երկիրը։ Ոնց կարել է, Հայաստանից, հայրենիքից քաղցր բան չկա, ոչ ընտանեք, ոչ որդի, ոչ եղբայր։ Դավշելու ժողովուրդ ենք մենք, ոնց եկավ փախած, մտավ բունկերում, էլի ինքը նվաճեց ժողովրդի վստահությունը։ Մենք չենք ուզում ընդունում, որ իր անթիկունքի գանած են Թուրքիան։
եւ Ադրբեջան ընտրությունների նրանք են իմ ասենց որ բերանը լեզու են դրել վստահ է թիկունքի կանած թուրքեր կան բայց սա վերջն է դուք տեղ ունեք գնալու ուրիշ երկիր մենք հանձնել ենք Արցախը այսօր էլ Հայաստանի հույսին ենք Հայաստանը որ մտան թուրքերը մեկ տեղ չունենք գնալու ինչ պետք է անենք տիկնասպանություն թե ժողովրդական պատերազմ հիմա այսօր վճռում է այդ ճակատագիրը եկեք մեր ձայնի տանք այն մարդուն ով Բաքուր է ով անցած ճանապարհ ունի քաղաքականությունը մի քիչ թվում է թե բարդ բան է բայց գոնյա մի քիչ խելացի մարդը պետք է անուբն տարբերի իրարից խոսքերը համադրի արած գործով մարդուն գնահատի ոչ թե ասած խոսքով արած գործով 8 տարվա մեջ ինչ է արել 10 մանետ փող ավելացրել թոշակներին ու էնել կամահրանքով ասում դե ես չգիտեմ իրանք այդ 10 մանեթը կարան խարժեն թե չէ եւ εμես փողերը այդ 8 միլիարդը որ կերել են ոնց գլդակեցին առանց ով քաշելու իսկ 10 մանեթը Արցախ բանը չի կարող եւ հետո այս արցախցիների վիճակը ինչ է այստեղ լավ միթե չեք զգում որ ձեր հայերն են իրանք Ինչպես կարելի է այդ վիճակը մեջ գցել